Մանգործով Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նշեմ, որ այս պահին տունը գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ, տեղում գտնվող ոստիկանության աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ տեղանքում դեռևս տեղզնություն են իրականացնում։ Հսկվում է ողջ Աղթալա քաղաքը։ Գործով ձերբակալվածներ դեռևս չկան, հանցագործները գտնվում են փախուստի մեջ։ Քաղաքապետի եղբայր Գարիկ Խաչիկյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մինչ տան վրա հարձակումը շնողի բնակիչ Էդգար Հաղվերդյանը ճանապարհին իրեն սպառնացել էր։ Բարսանում է շենքի դուրը, թաղի տեղի կանգնացին, դեպա վերև մի բրծացի հայքի ավտոն ջարդում են, շուտ զանգի վազգենին, թողգան հասնեն։ Ես էլ արդեն բրծանում է վերև, այդ բանը, Էդգարը զենքը վրից բրտնեց, դեպա եկել եմ ձեր տունը վերացնեմ, փախիստյան։ Ես էլ ավտոն շուտ իջացրի ներքև ու փախակ։ Լսելով, որ իրենց վտանգ է սպառնում, թաքնվել են նաև գործող քաղաքապետ Հայկաս Խաչիկյանը եւ նրա եղբոր Կարեն Խաչիկյանի կինը Սյուզաննա Հովհաննիսյանը, ով իր երկու անչափահաս երեխաների հետ մտել է հարևանի տուն։ Սյուզաննան գլխավոր ականատեսներից մեկն է, ոստիկանությունում նրան արդեն հարցաքննել են։ Սյուզաննան մեզ պատմեց, որ տեսել է, թե ինչպես 3 հոգի, այդ թվում շնողեցի Էդգար Հաղվերդյանը, Արսեն Չիչյանը, ով Աղթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետն է, հայտնի Բոդոլ մականվամբ, վնասել են իրենց բակում տեղակայված քաղաքապետի մեքենան։ Բարձացա հարևանի տուն, պատշգամբից վարակույրի հետևից նայում էր, թե ինչպես երկու մեքենա եկան, մեկը կանգնեց քաղաքապետի մեքենայի առաջին, մեկը կողքին, առաջին կանգնեց Վիլիսը, կողքին Բոդոլը։ Էդգարը բարձացավ մեքենայի գրիշին, պարում էր, թրջկոտում էր, որից հետո այդ ընթացքում Բոդոլը ոտքով եւ ձեռքին կար ինչ-որ բան, վարակույրի հետևից եմ տեսել, չեմ կարասեմ ինչ, խփում էր քաղաքապետի մեքենային։ Այնուհետև նրանք բարձրացել են Կարեն Խաչիկյանի բնակարան, կոտրել դուռը, վնասել տանկույքը։ Սյուզաննայի պատմելով ընդամենը մի քանի րոպե է տևել։ Չնայած այդ ընթացքում ամբողջ հյուրասենյակը տակնու վրա են արել։ Գլազոկից նայեցի, թե ինչպես Բոդոլը քացով խփեց դուռը, տուն մտավ։ Նրանից հետո այդ երկու հոգին իր հետևից տուն մտան, լսել եմ տան շխշխկոցները, ինչպես է էլածս ջարդվում, լսել եմ ահավոր հայհոյանքներ, Խաչիկյանների հասցեին ուղված։ Հարևանները, ովքեր ականատես էին եղել եւս վախեցած էին կատարվածի մասին, չցանկացան որևէ բան ասել։ Միայն նշում էին, որ լարված վիճակ է, իրենք երեկվանից անընդհատ տեղեր են օգտագործում։ Հարևանուհիներից մեկն էլ, ով տեսել էր, թե վերջում ինչպես են հեռանում հարձակվողները, մեծ հետ զրույցում պատմեց հետևյալը։ Բարձր, անկանոն զրույցներ։ Ես ասի տղա սա շենքի դուռա, չի կարելի, հիվանդ կա, երեխա կա, հեսա երեխեքը տան մեջը վախում են, ահը մեջներն է, ասմա տոտա ջան, մորքուր ջան, գնատուն, դա քեզ չի վերաբերվում, դուռը փագի քեզով ա բան ասում։ Հետո վիրից ստեցու գնաց, ես այդ վերջն եմ տեսել։ Նշեմ նաև, որ տան անդամները Ազատություն ռադիոկայանին ասում էին, որ քանի որ նախկինում նման դեպքեր չեն եղել, հավանաբար արարքի ամենահավանական պատճառը գալիք ընտրություններն են։ Սեպտեմբերի 9-ին Աղթալայում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ։ Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող քաղաքապետ Հայկաս Խաչիկյանը եւ նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը։ Վերջինիս էլ սատարում էր Արսեն Չիչյանը։ Օգոստոսի 31-ին Չեխիայում Լիդիցեավանում համագործակցության հուշագիր են կնքել երկրորդ աշխարհամարտում Լիդիցեում զանգվածային սպանդի զոհերի հիշատակի համալիրի տնօրեն Միլոուշ Չերվենցլը եւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Փաստաթղթի կնքման հանդիսավոր արարողությունից հետո լուր ստացվեց մարդասպան Սաֆարովին ազատություն շնորհելու մասին։ Արդեն Պրահայում պարոն Դեմոյանը անդրադարձավ այս հաղորդագրությանը։ Երբ որ խոսում ենք Հայոց ցեղասպանության եւ Լիդիցեի դեպքի մասին, մենք անպայման օգտագործում ենք եվրոպական ընդհանուր հիշողություն եւ պատմություն արտահայտությունները, որովհետեւ թե Հայոց ցեղասպանությունը, թե Լիդիցեն մաս են կազմում համաեվրոպական հիշողությանը։ Խոսելով Սաֆարովի դրվագի մասին, այս անգամ պետք է օգտագործենք եվրոպական արտարադատություն հասկացությունը, որը այսօր օգոստոսի 31-ին 2012 թվականին ուղղակի բռնաբարվեց եւ արժեքների իմաստով եւ սկզբունքների եւ ընդհանրապես հիմնարար լինելու առումով, որովհետեւ պարզվեց, որ եվրոպական միության արժեքները հնարավոր է գնել
կոռուպցիոն մի երկրի կողմից, որը ցանկացած պահի պատրաստ է պատերազմ սանձարել, Սաֆարովին հանձնելու եւ նրան ներուժելու որոշումը հավասարազոր է պատերազմական գործողության։ Հետևաբար Ալիևի քայլը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանին իր նպատակադրությունը պատերազմ սանձազերծելու բացի-բաց հայտարարելը։ Կրկնում եմ, որ սա պարտություն էր ոչ թե հայ ժողովրդի, սա պարտություն էր Եվրոպայի համար, եվրոպական արտադրության համար, իսկ ադրբեջանական ժողովրդի համար սա նսեմացուցիչ պարտություն էր, որովհետև երբ որ իր իշխանությունը պատրաստ է $3 միլիարդ ծախսել ինչ որ մի նողկալի եւ քստմնելի հանցագործություն իրականացած հանցագործին փրկագնելու համար, ըստ որում հաշիվ չտալով այդ նույն հանցագործը նաև ռազմական հանցագործ Ադրբեջանի համար, որովհետև 2004 թվականին սպանությունից անմիջապես հետո բացահայտել էր թուրքական եւ ադրբեջանական ռազմական գաղտնիքը, առայն որ ինքը հայտնվել էր Հյուսիսային Կիպրոսի Եվրոմիության տարածքի Թուրքիայի կողմից ռազմակալված տարածքում։ 34-ամյա Ալինի երկրորդ որդին Քրիստը 3 ծնվեց Երևանում։ Սփյուռքահայ ընտանիքի երկրորդ զավակին Հայաստանում այլևս Սփյուռքահայ չեն անվանի։ Նա ոչ թե երկքաղաքացի է, այլ միայն Հայաստանի քաղաքացի։ Ալինը Հայաստան է տեղափոխվել 20 օր առաջ, 8 ամսական հղի։ Թռիչքը հղիության պատճառով փոքրինչ վտանգավոր էր, ասում է նա, բայց Հալեպում մնալն ավելի վտանգավոր էր։ Ես ամուսին սոսեր, ես Սիրիայում էի, ինքը չէր կարող գալ, ես չէի կամ ես պետք էր քայի, կամ ինքը պետք էր դար, ես ընտրեցի գալ։ Ալինի ամուսինը այստեղ է արդեն 1 ամիս, բնակվում են Հայաստան վաղուց տեղափոխված բարեկամի տանը, որտեղ այժմ պատրաստվել են դիմավորել նաև նորածին հյուրին։ Փոքրիկի մասնագիտությամբ ոսկերիչ հայրը աշխատանք դեռևս չունի։ Այդ պատճառով էլ ընտանիքը դեռ չգիտի կմնա Հայաստանում մշտական բնակության, թե հնարավորության դեպքում կվերադառնա Հալեպ, Սիրիա։ Ամեն դեպքում Ալինը կարոտում է Հալեպը եւ այնտեղ թողած հարազատներին, ում որդու լուսանկարն անգամ ուղարկելու հնարավորություն չունի։ Եղբայրենքս ունեն, մոկուրներս, պատրասականները, քրետեն։ Հիմա հերոստացույցից կերել պիտի իմանան։ Որ ձեր բալիկը ծնվանա։ Աստորեն այլ կերպ հնարավոր չէր։ Երացայինով կարծեմ ասացին թե Ալինը ձուն պիտի ունենա, բայց գերեւի հերոստացույցը լավ է, որ իրենք պիտի տեսնան։ Հալեպում շատ հարազատների թողած Ալինը նշում է, որ երբ խաղաղություն լինի, ամեն դեպքում կցանկանա վերադառնալ Սիրիա։ Հայաստանում նրա համար իր հետագա կյանքը անորոշ է, ոչ տուն ունեն, ոչ աշխատանք։ Ոսկո հայրենիքն է, բայց քո պատրասականները հոնա, հոնեսն մեծացել, բայց ոս հայրենիք է, ոս ավելի լավ է երեխաների համար ապրելու։ Քոլեջները, դպրոցները, այդպես երաշտը, ինչ ասում, երաշտական դպրոց։ Ամեն ինչ ավելի լավ է։ Երիտասարդ ընտանիքի Հայաստանին ամենաարագ ու հեշտությամբ կապված անդամը Ալինի 5-ամյա որդին է։ Հայատներից դուն չի գալիս։ Ալինի երկրորդ որդին վաղը մայրիկի հետ միասին դուրս կգրվի Շենգավիթ բժշկական կենտրոնից եւ կմիանա հայրիկին ու ավագ եղբորը։ Հայաստանի փոքրիկ քաղաքացին կապրի եւ դպրոց կգնա այստեղ, եթե Սիրիայում կյանքի պայմանները նախկինի պես չլավանան եւ եթե հայրիկը Հայաստանում աշխատանք գտնի։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վճռաբեկ դատարանում ունեցել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ծրագրին առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի եւ դատական իշխանության ներկայացուցիչներ։ Դատական իշխանության ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում Սարգսյանը նշել է, որ բարեփոխումների առանցքային նպատակներից մեկն էլ մեր հասարակությանը հուզող դատավորների անկախության եւ հաշվետվողականության միաժամանակյա ապահովումն է։ Մենք նույնպես քաջ գիտակցում ենք այդ անկախության արժեքը, սակայն պետք է հասկանանք նաեւ, որ բացարձակ անկախություն լինել չի կարող։ Հակառակ պարագայում մենք մեր ձեռքով կստեղծենք ուղղակի անպատժելիության մթնոլորտ։
Անհնար է հանրային վստահություն ակնկալել, եթե իշխանության մի ամբողջ ճյուղ իր ենթակառուցվածքներով թողնում է ինքնամփոփ եւ մեկուսացած կառույցի տպավորություն, որն ապրում եւ գործում է սեփական օրենքներով, ասել է Սերժ Սարգսյանն ու շարունակել. Թեև վերջին տարիներին այս կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ բավականին լուրջ եւ դրական հեռանկարներ ունեցող աշխատանքներ են կատարվել, այնուհանդերձ ես գտնում եմ, որ դա բավարար չէ դատական իշխանության լիարժեք հաշվետվողականությունն ապահովելու համար։ Այլևս անթույլատրելի է առկա խնդիրները բացատրել խորհրդային ժառանգությամբ կամ էլ անցումային ժամանակաշրջանի դժվարություններով։ Սերժ Սարգսյանն այս համատեքստում ընդգծել է իր ձևակերպմամբ չափազանց կարևոր մի հանգամանք. Դատական համակարգում աշխատավարձի մակարդակից դժգոհելու որևէ հիմք չկա։ Այսօր Հայաստանի Հանրապետության ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաները դատավորներն են։ Անհրաժեշտ է տեսնել սեփական թերությունները։ Համակարգում չպետք է լինեն արտոնյալներ եւ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը, ասել է Սերժ Սարգսյանն ու եզրափակել. Բայց նաեւ հարկ եմ համարում հիշեցնել, որ մենք չպետք է վհուկների որս սկսենք համակարգում։ Ոչ, խոսքը համակարգային փոփոխությունների մասին է։ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը այսօր քվեարկությամբ մերժեց քննարկման ընդունել երկու դիմումները, որոնք վերաբերում էին падգամավորների վարքին։ Առաջին դիմումով քաղաքացի Արթուր Զադոյանն էր ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավոր Կարո Կարապետյանին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացրել։ Հիշեցնենք 2009-ին падգամավորը վեճի ժամանակ կրակահերթ էր բացել Զադոյանի վրա։ Քրեական գործը կասեցված է։ Երկրորդ մերժված դիմումն էլ վերաբերում էր հանրապետական падգամավոր Էդուարդ Շարմազանովի եւ դաշնակցական Արծվիկ Մինասյանի հայտարարություններին DIY ակումբի պայթեցման վերաբերյալ։ Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունը դժգոհել էր, որ падգամավորները խտրական վերաբերմունք ատելություն են քարոզում։ Բոլոր այն արարքները, որոնք նկարագրվում են, տեղի ունեցել մինչև համապատասխան օրենքի ընդունումը։ Իսկ օրենքը չի կարող ունենալ հետադարձուժ։ Նիստը դռնփակ էր եւ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց ներկայացնել կողմ եւ դեմ ձայների հարաբերակցությունը։ Միայն հաստատեց, որ ինքը դեմ է քվեարկել դիմումները վարույթ ընդունելուն։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության падգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխանցեց, թե կողմ էր, որ երկու հարցերն էլ հանձնաժողովում ընդունվեին քննարկման։ Քաղաքացու առաջին իսկ դիմումը առանց քննարկման ըստ էության էթիկայի հանձնաժողովը մերժում է։ Ես կարծում եմ, որ սա ամենևին էլ լավ նշան չէ էթիկայի հանձնաժողովի գործունեության առումով։ Ես կարծում եմ հանձնաժողովի գործունեությունը չպետք է լինի արհեստական, հանձնաժողովը պետք է ընդունի այն որոշումները, որոնք համարում է ճիշտ, եւ դրանով է պայմանավորված այն, որ մենք ունենք շատ հավասարակշռված հանձնաժողով։ Իդեպ քվեարկությունից առաջ Կարո Կարապետյանին հրավիրեցին ներս, նա վաղ առավոտից խորհրդարանի միջանցքում սպասում էր։ Մեր հարցերին հրաժարվեց պատասխանել, իսկ նիստին մի քանի րոպե մասնակցելուց հետո արագ հեռացավ։ Էթիկայի հանձնաժողովին ուղված մյուս դիմումի հասցեատերերից մեկը դաշնակցական падգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նաև այս հանձնաժողովի անդամ է, հեռացավ նիստից, երբ հերթը հասավ իրեն եւ Շարմազանովին վերաբերող դիմումին։ Այսպես հանձնաժողովի կանոնակարգն է պահանջում։ Մեղադրել ինձ ու Շարմազանովին ատելության քարոզի մեջ կամ ահաբեկչություն գործած անձանց հովանավորելու մեջ, քաջալերելու մեջ կամ ֆաշիստական գաղափարները տարածելու մեջ։ Սա առնվազն չեմ ուզում կոպիտ բառեր ասել, բայց պետք է լինեն այնքան անհանդուրժող եւ այնքան հասարակության մեջ եւ հասարակության շահը, սեփական շահին ձգտող մարդիկ, ինչպիսին այս կազմակերպությունները եւ անձինք են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս երևույթը շատ խորանա, հնարավոր է, որ ես նաև այլ իրավական վարույթ սկսեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով։ Հիշեցնեմ, Արծվիկ Մինասյանն իր կուսակից գործընկերոջ Հրայր Կարապետյանի հետ միջնորդել էր, որպեսզի ակումբը պայթեցնող երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը չկիրառվի։ Արծվիկ Մինասյանն ասաց, հիմա էլ է պատրաստ նույնը կրկնել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ Աղթալայում, Կապանում, Գյումրիում, Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ տեղի ունեցած միջադեպերը առանձնակի են եւ չեն կարող ստվերել ընտրական ողջ գործընթացը։ Օրենքը լիարժեք հնարավորություն է տվել նման դեպքերում դիմել պատշաճ իրավական պաշտպանության։ Բնական է, յուրաքանչյուր դեպք պետք է մանրակրկիտ քննություն ստանա, եւ ես չեմ կարծում, որ այս առանձնակի դեպքերը որևէ կերպ կարող են ստվերել ընտրական ամբողջ գործընթացը։ Պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերում Հայազգային կոնգրեսի առաջարկած եւ Բարգավաճ Հայաստանի հավանությանն արժանացած մատների թանաքոտման դրույթին, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե սա կլինի հետ քայլ եւ ինքը կտրականապես դեմ է այս մեթոդի կիրառմանը։ Եղած մեխանիզմներն էլ բավական են, որպեսզի ընտրությունների ընթացքը լիովին վերահսկվի, հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Ես կարծում եմ, թերևս անհնար է գտնել այն բոլոր նյութերը, որոնք կարող են ներազդել այդ նյութի վրա։ Այսինքն, ի սկզբանե բացառել, որ չի լինի որևէ նյութ, որով հնարավոր կլինի ուղղակի ձեռքերը լվանալ եւ այդ նյութը ավելի շուտ հեռացնել ձեռքից, սա կարծում եմ անհնար է։ 2011 թվականի մայիսի 2-ին ամերիկյան լրատվամիջոցները տարածել են սենսացիոն լուրն այն մասին, որ Միացյալ Նահանգների ծովային հետևակի հատուկ խումբը Պակիստանում ոչնչացրել է սեպտեմբեր 11-ի կազմակերպիչ Ուսամա բին Լադենին։ Նախագահ Բարակ Օբաման հատուկ հեռուստաուղերձով դիմել է հայրենակիցներին եւ ասել, որ ահաբեկիչը վնասազերծված է։ Ավելի ուշ հաղորդվել են մանրամասներ այդ գործողության մասին։ Դեսանտայինները ուղաթիռներով հասել են Աբոթաբադ, ներխուժել տուն, որտեղ 5 տարի թաքնվել է բին Լադենը, նա փորձել է դիմադրել։ Զինծառայողներից մեկը մոտ տարածությունից գնդակահարել է ահաբեկչին։ Նրա դին տեղափոխել են նախ Աֆղանստան, ապա նետել Պարսից ծոց։ Մինչդեռ հաջորդ շաբաթ լույս կտեսնի «Ոչ հեշտ օրը» վերնագրով գիրքը, որը ներկայացնում է Բին Լադենի սպանության պաշտոնականից տարբերվող վարկած։ Հեղինակի ծածկանունը Մարկ Օուենն է։ Զինվորական պաշտոնյաների փոխանցմամբ հեղինակը 36-ամյա Մաթ Բիսոնետն է։ Հեղինակը հավաստիացնում է, որ ինքը եղել է Բին Լադենին ոչնչացնելու գործողության մասնակիցներից։ Վճռական պահին կանգնած էր դեսանտայինների ղեկավարի թիկունքում։ Associated Press լրատվական գործակալության ռազմական թեմաների բաժնի խմբագիր վերլուծաբան Քիմբերլի Դոզիերը Ազատություն ռադիոկայանին պատմել է գրքում ներկայացված այդ դրվագի մասին։ They follow him into his bedroom and find that he's already been shot in the head. Բին Լադենը անմիջապես թաքնվել է ննջասենյակում, որտեղից կրակոցներ են հնչել։ Նրանք մտել են սենյակ եւ տեսել գլխից վիրավորված Բին Լադենին, նրա գալարվող, ցնցվող մարմնի մոտ ճչացող կանանց։ Եվ այդ ժամանակ դեսանտայինները կրակահերթեր են արձակել Բին Լադենի վրա, այնքան մինչև նա անշարժացել է, ասել է Քիմբերլի Դոզիերը, ավելացնելով, որ նկարագրվածը տարբերվում է պաշտոնական վարկածից։ Now this is a different account than we've heard before. Հիշատակված դրվագը թույլ է տալիս ենթադրել, որ հասկանալով, որ փրկություն չկա, Ուսամա բին Լադենը փորձել է ինքնասպան լինել, կամ էլ ինչ-որ մեկը նրա վրա գնդակ է արձակել, գուցեև հենց բին Լադենի հրամանով։ Զինվորականները այնուամենայնիվ պնդում են, որ ի սկզբանե գործողության նպատակն էր կամ գերեվարել, կամ սպանել, այլ ոչ թե միայն սպանել։ Սակայն վայրկյաններ տևող գերլարված անկանխատեսելի իրավիճակում նախընտրել են հենց երկրորդ տարբերակը։ Դեսանտայինները իրենց չեն համարում Բարակ Օբամայի մեծ աջակիցներ, բայց հարգում են նրա գերագույն գլխավոր հրամանատար լինելը եւ արձակած հրամանները։ Տղերք, հասկանում եք, չէ՞, մենք հենց նոր ապահովեցինք նրա վերընտրությունը։ Գործողության ավարտից քիչ անց, ակնարկելով Օբամային, ասել է Walt ծածկանունով դեսանտայինը։ Ոչ հեշտ օրը գիրքը դեռ վաճառքի չհանված արդեն համարվում է բեսթսելլեր։ Հայաստանում մոտավորապես 50,000 հաշվառված քաղաքացի հոգեբուժական խնդիրներ ունի, սակայն մասնագետների պնդմամբ պաշտոնական թիվը չի ցուցադրում ամբողջական պատկերը, այն ավելի մեծ կլինի։ Միջազգային վիճակագրությունն էլ փաստում է, որ այսօր աշխարհում 450 միլիոն մարդ ունի այս կամ այն հոգեկան խանգարումները։ Ավելին, կյանքի ընթացքում յուրաքանչյուր 4-րդ բնակիչ կարող է հոգեկան խնդիրներ ունենալ։ 2020 թվականին դեպրեսիա լինելու ամենատարածված հոգեկան խանգարումը եւ հաշմանդամություն առաջացնող պատճառների ամենավերեսյունակներում է լինելու եւ նկատվում է, որ
ոչ միայն դեպրեսիաներ, նաև շատ հոգեկան խանգարումներ գնալով ավելի մեծ տարածվածություն են ձեռք բերում։ Գենետիկական նախատրամադրվածություն, սոցիալ-տնտեսական վատ պայմանները կարող են դառնալ այս հիվանդությունների աճի պատճառ։ Մի ուրախալի փաստ, բայց եւ այնպես կարելի է առանձնացնել։ Հասարակության վերաբերմունքն այս հիվանդությամբ տառապող մարդկանց հանդեպ տարեցտարի ավելի հանդուրժողական է դառնում, ինչն իհարկե միայն լավ ազդեցություն կարող է ունենալ հիվանդի վրա։ Հոգեկան խանգարումները դրանք լրիվ բուժելի հիվանդություններ են եւ ժամանակին ճիշտ հայտնաբերելու եւ ախտորոշելու եւ անհրաժեշտ բուժումը կիրառելու դեպքում մենք կարող ենք մարդուն վերադարձնել ընտանիք եւ հասարակություն։ Երբ մարդու ատամը ցավում է, նա դիմում է բժշկի, սակայն տրամադրության անկման, կպչուն մտքերի, ստրեսների առաջացման դեպքում հազվագյուտ մարդիկ են դիմում հոգեբանի, ասում է Երևանի Պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը եւ հավելում, որ պետք է մշակվի հոգեբանին դիմելու կուլտուրա մեզանում։ Ազատություն ռադիոկայանի այն հարցին, թե սոցիալ-տնտեսական վատ պայմաններում գտնվող մարդը կարող է արդյոք իրեն թույլ տալ դիմել հոգեբանի ծառայությանը, պարոն Գասպարյանը ծանոթացրեց մեզ գնացուցակին։ Մոտավորապես 3-ից մինչև 15,000 դրամ մեկ սեանսի, որը տևում է մի ժամ 20 րոպե աշխատանքի արժեքն է, եւ կան բազմաթիվ հոգեբանական ծառայություններ, հատկապես Երևանում այդ շատ տարածված է։ Իսկ եթե չկա այդքան գումար, ստրեսն ու լարվածությունը հանելու համար գոնե պետք է սպորտով զբաղվել եւ արվեստի օջախներ հաճախել։ Փոխել իրավիճակը, գտնել նոր ռեսուրսներ հաղթահարելու համար եւ ոչ թե ասենք մեկուսանալ, ընկերներից դժվարություններից խուսափել, տանը փակվել դուրս չգալ։ Ստեփանակերտ քաղաքում սանմաքրման եւ կանաչապատման գործի համար տարիներ շարունակ միայն կենսաթոշակառուներ են դիմում եւ նրանք էլ անցնում աշխատանքի։ Աշխատավարձը ցածր է, գործը դժվար եւ գուցե նաեւ ոչ պատվաբեր երիտասարդների համար, իսկ տարեցներն, ովքեր միայն կենսաթոշակով ապրել չեն կարող, փորձում են ստեղծել հավելյալ եկամուտ, այլ տեղ բնականաբար աշխատանք չեն գտնի, ուստի սանմաքրման ու կանաչապատման ոչ այնքան թեթև, բայց պատասխանատու գործը նրանց է մնում։ Անտեսելով պատկառելի տարիքն ու առողջական խնդիրները, երիտասարդների նույն 8-ժամյա գրաֆիկով են աշխատում, բայց գոհանում են։ Պետք չի փարչացում։ Ես մենակ ցանկանում աշխատավարձը ծովատելն ու թաք կրծքս։ Արցախելալա եւ հավերժական կմնա։ 74-ամյա Սեդա Ահարոնյանը խնամում է Ստեփանակերտի կենտրոնական փողոցի մի մասի ծաղիկները։ Ասում է, որ հեշտ չէ իր տարիքում վաղ առավոտից աշխատելը, սակայն սիրելով ծաղիկներին խնամելու գործը հաճույքով է աշխատում։ Չեմ կարողանում, հիվանդ եմ, первый группа հիվանդ եմ, բայց դեռ աշխատում եմ։ Я ծաղիկը, я փոքր երեխան, պետք է постоянно հեննես սկելիս, իշի, սնելիս, ատետի ամատարում։